Սադրանքների ու փոխադարձ մեղադրանքների նոր ալիքից մինչև իմպիչմենթի գործընթաց սկսելու հերթական փորձ, տեղեկություններ Հայաստանի դեմ փափուկ ուժ գործադրելու մասին եւ հայտարարություններ Հայաստանում Ռուսաստանի հետ առճակատման երկրորդ ճակատ բացելու հավանականության մասին։ Փորձագետներն այս ամենը մեկ նախադասությամբ են բնորոշում. Կա նախապատրաստական աշխատանք ընտրությունների նախաշեմին։ Մարդիկ սովոր են, եթե պատերազմ է, ուրեմն զենքով պետք է գան գրավեն։ Ոչ, հիբրիդային մեթոդները շատ անգամ ավելի էֆեկտիվ են։ Հիբրիդային պատերազմի տարեր պարունակող այս նախապատրաստական աշխատանքում ակտիվ ընդգրկված է Ռուսաստանը, կարծում են փորձագետները, ասածը հիմնավորում վերջին օրերի տարբեր հայտարարություններով։ Գիտեք, կարող էր լինել ակտիվացում ի նպաստ, ասենք, մեր շահերի, բայց ես հակառակն եմ տեսնում, գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի պաշտոնյաները հայտարարություններ են անում, վերջի հայտարարությունը ասում է, այդպես արեք, որ արևմուտքը չբացի ստեղ երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպաններ մայիսի 3-ին 168 ժամին տված հարցազրույցում ասել. Մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա արևմուտքի ռուսատյաց ուժերին օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման երկրորդ ճակատ բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացման գործընթացներին։ Իրոք շատ վտանգավոր միտք է մեզ համար, ինչ երկրորդ ճակատ, ինչու ընկալվում է մեր համագործակցությունը, օրինակ Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, որպես պայքար ինչ-որ երկրի դեմ։ Սա օրինակներից մեկն է, շարունակում է քաղաքագետը, վերջին օրերի անցուդարձը արագ թերթում։ Իբր անկախ փորձագետ գալիս է Ռուսաստանից, ստեղ ինչ-որ մտքերով կիսվում է, կամ ներսում սկսեցին օգտագործել 5-րդ շարասյունը, fake, ակտիվիստներ հայտնվեցին, ինչը լարվածություն մտցնում է մեր ներքին կյանքի մեջ։ Կրեմլում Հայաստանի հարցերով այսուհետ կզբաղվի Կիրիենկոն, Էդգար Վարդանյանն էլ մոսկովյան Վեդոմոստի պարբերականում ապրիլի 30-ին հրապարակված հոդվածն է հիշեցնում, որ հայկական ուղղությամբ ինֆորմացիոն բլոկում նորամուծություններ են ներմուծվել եւ Սերգեյ Կիրիենկոն է նշանակվել կուրատոր, այսպես ասած, որը համակարգելու է հայաստանյան ուղղությամբ ռուսական, կարելի է ասել, ինֆորմացիոն հարձակումը։ Ըստ Վեդոմոստի թերթի Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի եւ իր ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատակիցների առջև դրվել են Հայաստանին վերաբերող նոր հանձնարարություններ։ Սեփական աղբյուրներին է թերթը վկայակոչել 4 դաշնային պաշտոնյա եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի հետ համագործակցող 2 աղբյուր։ Ներկայումս Կրեմլում աշխատանքներ են տարվում Հայաստանի տեղեկատվական օրակարգի ուղղությամբ, հայտնել է Վեդոմոստիի մեկ այլ աղբյուր։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։ Դրանց մոտենալուն զուգահեռ կսահմանվեն նաև նոր առաջադրանքներ, նշել է աղբյուրը։ Որոնց նպատակը մի կողմից արևմտյան ուղղությունը վարկաբեկելն է, ժողովրդավարությունը վարկաբեկելն է, ռուսական նարատիվները փորձելու են առաջ քաշել, որպեսզի այն հնարավորինս լայն սպառում ունենան։ Ես չեմ կարծում, որ դրանով հնարավոր է Ռուսաստանի դրական իմիջ ձևավորել։ Վարդանյանը կարծում է դրական իմիջը ձևավորելու ուղղությամբ չեն էլ աշխատելու, այլ ընդհանրապես հավատ չլինի քաղաքականության նկատմամբ, ժողովրդավարության նկատմամբ, փոփոխությունների նկատմամբ ռուսական քաղաքական վերնախավը փորձելու է այնպես անել, որ առնվազն ծանրակշիռ պրո-ռուսական ընդդիմություն ձևավորվի եւ մտնի խորհրդարան։ Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում փափուկ ուժ կիրառել ռուսական շահերը առաջ տանելու համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր։ Ինչ ասել է փափուկ ուժ, փորձագետները մի քանի ուղղություն են առանձնացնում։ Ես կարծում եմ, որ պետք է մենք սպասենք նոր լրատվամիջոցների ձևավորում, պրոռուսական ուղղվածության։ Կարծում եմ նաեւ դեսպանությունը ավելի ակտիվ է աշխատելու Ռուսաստանի դեսպանությունը Հայաստանում։ Պատմության իրենց ուրույն ընկալումը ներկայացնել, իշխանությունները անցողիկ են, բայց Ռուսաստանը եւ Հայաստանը իրենք դատապարտված են միասին լինելու։ Առաջ բերել ու շահարկել զգայուն, էմոցիոնալ ալիք առաջացնող թեմաներ, շարունակում են փորձագետները ընդգծում, իսկ դա իրենց հերթին ավելի կսրի ատելության խոսքը։ Դա
հենց այնպես ուղղակի վիրավորելու համար չէ։ Վարդանյանի դիտարկումն է, ատելության խոսքի նպատակը մարդկանց լրացնելն է, որ չհայտնվեն վիրավորանքների թիրախում, թեմաները մանիպուլացնելուց մինչև հասարակության մոտ ամեն ինչ վատ է զգացողություն առաջացնել։ Գրիգորյանը Գյումրու ընտրություններն է օրինակ բերում։ Անընդհատ այստեղ լցրեցին բյուլետենները, այստեղ ինչ որ կուտակում է, հեսա ուզում են մեքենաներով մարդկանց բերեն։ Գիտեք, ինձ մոտ տպավորությունը իմ փորձ ունեցող մարդու համար, որ ահավոր էին։ Հետո վերջում իրանք էլ ասացին, չէ, նորմալ ընտրություններ անցան։ Մի բող չեկավ։ Այդ հիբրիդային պատերազմ։ Համաձայն են, խնդիրներ կան, չարված աշխատանք կա թերի արված աշխատանք, որոնց մասին խոսել պետք է։ Ֆորմալ պանջը կա, պանջը շատ անգամ արդար է, բայց ուղղված չի ճիշտ հասցեատերով։ Ավտոմատ դա նշանակում է լարվածություն, արհեստական, դրանից հետո աղմուկ է բարձրացնում, հետո մարդիկ ասում են, «Էս ինչ անում էս իշխանությունը», արհեստական դժգոհություն է առաջանում։ Էդից էլ լիքը պրոբլեմ կա, պետք է լուծի իշխանությունը, պետք է պահանջենք իշխանությունից, բայց հիբրիդային պատերազմը դա է, երբ որ արհեստական, միտումնավոր բևեռացում է գնում։ Բևեռացման ժամանակ ոչ մի հարցեր չեն լուծվում, ոչ մի երկրում։ Կրկին հիշեցնում է Վեդոմոստի պարբերականի հոդվածը, որտեղ ներկայացվում է, թե ընտրությունների նախաշեմին ինչ ու ինչպես են անելու ռուսական ուժերը։ Նրանք կաշխատեն մոտավորապես այնպես, ինչպես Աբխազիայի վերջին ընտրությունների ժամանակ, մանրամասնել է զրուցակիցը, ենթադրելով, որ հաջորդ ընտրություններում հաղթելու է Նիկոլ Փաշինյանը, բայց հարցը հիմա ոչ թե ընտրությունների, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության մասին է, նշել է նա։ Աղբյուրը ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում բացակայում են ռուսամետ ուժեղ քաղաքական գործիչներ, բացառությամբ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, հետեւաբար Ռուսաստանին աջակցող ձայն Հայաստանում գրեթե չկա։ Փորձագետները կարծում են, այս համատեքստում է, որ մի քանի օրում 2021-ին ստեղծված նույն համալսարանի ուսանող դասախոսների հետ հանդիպեցին եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Ռուսաստանի տակից միջնորդի Արթուր ուղակի հանել են, հետո էլ պահանջում են, ասում են, «Ինչ չես արել, ինչ չես արել»։ Եվ դաշնակցին չտարբերակել գործընկերոջից շատ կոպիտ սխալ։ Մենք արդյունքները տեսնում ենք մեր երկրի վրա։ Հայաստանյան այն գործիչները, որոնք ունեն պրոռուսական ուղղվածություն, ցույց են տալիս իրենց ակտիվությունը եւ ըստ էության առաջարկում են իրենց ծառայությունը նաեւ այդ կրեմլյան որոշակի շրջանակներին, որ տեսեք, մենք կարող ենք տեղավորվել ձեր այդ ակտիվության շրջանակներում եւ այստեղ կա երկրորդ եւ երրորդ նախագահների միջև իհարկե որոշակի մրցակցություն։ Նաև ընդգծում եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խոսքում կա իրենց կառավարման ժամանակահատվածի մասին տեղեկության մանիպուլյացիա։ Օրինակ Սերժ Սարգսյանի հայտարարությունների հակասությունը 2018-ի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Իմ օրին համոզմամբ մենք 18 թվականին ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ։ Եվ այդ իրավիճակի մասին բազմաթիվ ապացույցներ կան։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Իհարկե նրանք գիտեն, որ այդ նախաձեռնությունը տապալվելու է։ Սա արդեն այս օրերին քննարկվող իմպիչմենտի գործընթացի մասին է։ Մեկ տարվա մեջ երկրորդ անգամ է նախաձեռնվում, այս անգամ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը չեն նախաձեռնողը։ Չնայած ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավարը կասկածներ ունի։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է, թե ում կողմից է, համենայն դեպս այդ անձերը, անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնեն այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր ասես հարթակից։ Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ունի մեծամասնություն, ոչ մի շանս չկա հավաքել համապատասխան, նույնիսկ սկսել իմպիչմենտը, ոչ միայն անցկացնել։ Նախաձեռնել դա պետք է 36 ստորագրություն հավաքեն, ընդդիմությունը չունի։ Ինչ եմ ուզում ասել, բայց դա մտնում է հիբրիդային պատերազմի մեջ։ Տպավորություն ստեղծել, որ նայեք, ստեղ վատ է, ստեղ մարդիկ պայքարում են, այնտեղ վատ է, այնտեղ էլ պայքարում են։ Ստեղ էլ իմպիչմենտ է, որ այդպես մուլտիպլիկատիվ էֆեկտ ստեղծեն։ Այն, որ նույնիսկ նախաձեռնել չեն կարողանա, անգամ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարն է բարձրաձայնում։ Ես գտնում եմ, որ հենց իրենք անլուրջ են, որովհետև իրենք հասկանում են, որ իմպիչմենտ իրականացնելու, այսինքն
վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը այսօր արկա չեն, այդ հիմքերը եթե արկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման, դրա հիմքերը նախ եւ առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված եւ երկրորդը պետք է լինի ընդվզող մեր դրսի գործընթացների, մեր ժողովրդի աջակցությունը։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունից հակադարձում են։ Չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում պիտի նստես ու հաշվես հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու։ Եվ չնայած Հայաստան խմբակցությունն ի սկզբանե այն համարում է ձախողած գործընթաց, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարում է պատրաստ է սատարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկատողներով չբարթացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիբրիդային գործիքները հատկապես ակտիվ գործի են դրվել համացանցում, ոչ միայն նորաբաց կամ կեղծ էջերով, այլև շատ հետևորդներ ունեցող։ Ամենաակտիվ տարածվող կեղծ լուրերից մեկին FIB փաստերի ստուգման հարթակն է անդրադարձել։ Facebook-ի հայալեզու տիրույթում մայիսի 6-ից տարածվում է 7 տարվա տեսանյութ, որում տեղի ունեցողը ներկայացվում է որպես թարմդ է։ Իսկ տեսանյութում Երևանի փողոցներից մեկում ոստիկանները կարմիր բերետներով, մահակներով հարվածում ու ջարդում են քաղաքացու մեքենան։ Տեսանյութն ավելի քան 16,000 անդամ ունեցող Facebook-յան խմբում տարածել է Արամ Հովսեփյան անունով կեղծ օգտահաշիվը, իշխանությանն ուղղված վիրավորական մեկնաբանությամբ, որը տարածվել է շատ ու հիմնականում ատելության սուր խոսքով։ Մինչդեռ քաղաքացու մեքենան այսպես կոտրում էին 2018 թվականի ապրիլին, Թավշյա հեղափոխության օրերին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ջարդում Երևանի Աբովյան փողոցը փակած մեքենան եւ թե ինչպես են բերման ենթարկում անհնազանդության ակցիա իրականացնող վարորդին։ Այսպիսի կեղծ լուրերից ու դրանց հետևանքով առաջացած տագնապից, բացասական հույզերից քաղաքացիներին պաշտպանելը նաև պետության պատասխանատվության տիրույթում է, կարծում են փորձագետները։ Ընդգծում, պաշտպանել պետք է օրենքի ուժով, անհրաժեշտության դեպքում նոր օրենքներ ընդունելով։ Բինամ Կրշյան, Մհեր Կիրակոսյան եւ Գևորգ Զաքարյան, Կիրակնորյալ լուրեր։